Բարի ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նինա Կարապետյանցին։ Բարի ձեզ Տիկին Կարապետյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Տիկին Կարապետյանց, խոսենք Հայաստանի իշխանությունների եւ եկեղեցու հարաբերությունների մասին, որ կրկին լարված են եւ այդ լարումը վերջում մենք տեսանք անցած շաբաթ փաստորեն Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին գրառում կատարեց իր Facebook-յան էջում եւ կարծես թե հանրային պորտքում առաջացավ։ Իհարկե կային մարդիկ, որ ողջունեցին նման հնատիպ գրառումները, աջակցեցին վարչապետին, բայց եկեք խոսենք իրավական եւ հասարակության աչքերով փորձենք գնահատականը տալ այս ամենին։ Ինչու այս ցածր մակարդակին հասանք, ինչու Facebook-յան գրառումներով եւ արդյոք այս իշխանություն եւ եկեղեցու հարաբերությունները դրանք արտաքին ուժերի ինչ որ ազդեցության տակ են արվում, թե իրականում ուզում ենք մի ինչ-որ բան փոխել մեր կյանքում։ Նախ ես չեմ կարծում, որ ինչ որ նորարարություն էր այս ցածր մակարդակի գրառումները, մենք տարբեր այլ ժամանակներում, տարբեր այլ առիթներով ակնատես ենք եղել ամենաանորակ ձևակերպումների, դիրքորոշումների, խոսույթի, հավանաբար երկար ժամանակ կրթվել, նորաձև կրթվելով էլ մարդկանց կրթական մակարդակը չի բարձրանում, ու մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե ինչ պաշտոն են զբաղեցնում, թե ինչ գործառույթներ ունեն, ինչ պիտի իրականացնեն, եւ սա այն արդյունքն է, որը մենք արձանագրել ենք։ Ես ուրախ եմ իրականում, որ այս խոսույթը, այս իրադարձությունները ի հայտ եկան, որտեղ շատ-շատերի համար, ովքեր դեռ մոլորված էին, դեռ պատկերացումներ չունեին, թե մենք ինչի մեջ ենք ապրում, հիմա ակնհայտորեն շոշափելի, տեսանելի, առարկայական տեղի ունենում են, ինչի մասին մենք երկար ժամանակ փորձում ենք հասարակությանը բացատրել, բայց շատ դեպքերում, բայց որոշ դեպքերում չէր ստացվում։ Սա արդեն տեսանելի է եւ փաստ։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը այդ մասին չի մտածել, որ այդ գրառումներով ամեն դեպքում մարդկանց իր դեմ կարող է հանել։ Նիկոլ Փաշինյանը շատերը վերագրում են դա այսպես անզուսպ, ինչ որ այլ գործողությունների, բայց անզուսպ եւ անկիրթ լինելուց զատ, դա շատ հստակ մտածված գործողություններ են եւ դրան այդ հարցում իրեն աջակցում են նաեւ ոչ միայն իր տիկինը, այլ նաեւ այլ խաղացողներ դաշտում հստակ գործունեություն է իրականացվում Հայաստանի Հանրապետության, Հայաստանի ժողովրդի հայության ինքնությունը ոչնչացնելու ճանապարհով գնալու այդ, ինչ ասեմ, միտում էլ չասեմ, հետևողական ծրագիրը, որը իրականացվում է այսօրվա իշխանությունների եւ ոչ միայն իշխանությունների կողմից։ Արդյոք կա եղել է կամ կա ազդեցություն, օրինակ եկեղեցու վրա երկու կողմին էլ փորձենք հասկանալ, եկեղեցու վրա եղել է ազդեցություն թե չէ, ես կարծում եմ, որ որևէ մեկի համար կասկածից դուրս պիտի լինի, որ սովետական միության տարիներին եկեղեցին չէր կարող KGB-ի, NKVD-ի ազդեցությունից դուրս գործել եւ դա ոչ մեկի համար գաղտնիք չի։ Արդյոք մարդիկ եկեղեցականները հատկապես առաջի դեմքերը ունեցել են առաջի դեմքեր, որոնք այնուամենայնիվ որոշակի հեղինակություն են վայելել իրենց վարքագծով, իրենց պահվածքով, իրենց ապրածով, այո, մենք ունեցել ենք այդպիսի հոգևորականներ, առաջնորդներ, եւ դա երևի թե մեր կյանքի օրոք տեղի ունեցած, մեր սերնդի համար օրինակելի կերպարը դա Վազգեն առաջին կաթողիկոսն էր, որը խորհրդային տարիներին, որը կասկածից դուրս է, որ եղել է KGB-ի ազդեցության կամ վերահսկողության ներքո, բայց միևնույն ժամանակ մենք բոլորս, ես չգիտեմ Հայաստանում կար այդպիսի մարդ թե չէ, որ ընտանիք կար թե չէ, որի տանը Վազգեն առաջին կաթողիկոսի եկեղեցում վաճառող այսպես փոքր նկարներ կային գունավոր, իր այդ խաչերով, ինչ որ տենց նշաններով, իր տենց ձեռնափայտով, այդ նկարը չլիներ։ Ես չեմ հիշում այդպիսի ընտանիք։ Ես հիշում եմ, որ իմ ընտանիքի բոլորը կոմունիստական կուսակցության անդամներ էին, որովհետև դու չէիր կարող, ինչպես որ KGB-ից դուրս չէր կարող լինել, ազդեցությունից դուրս չէր կարող լինել եկեղեցին, այնպես էլ որևէ պաշտոն չէր կարող զբաղեցնել, եթե դու կոմունիստական կուսակցության անդամ չէր։ Բայց դրան զուգահեռաբար, այո, բոլորի տանն էլ կային եւ կաթողիկոսի նկարները եւ ինքը հատուկ պաշտամունքը մի քիչ սխալ է ասել, բայց հատուկ վերաբերմունքի արժանի մարդ էր եւ անգամ հասարակությունը մեր երիտասարդները հատկապես պիտի որոնք տեսել են միայն երևի թե մի կաթողիկոսին կհիշեն, որտեղ վերջի 25 տարին առնվազն գոնե այս մի կաթողիկոսն է, որի հետ բազմաթիվ դեպքի իրադարձություններ, պատմություններ կան, ինչ որ սկանդալային ինչ որ պատմություններ կան եւ ոչ միայն իր հետ
չեմ պատկերացնում, որ կարող է լինի միջավայր, որտեղ կաթողիկոսը, նորից պիտի նշեմ, սովետական միության տարիներին համատարած կոմունիստական կուսակցության անդամակցության պայմաններում մարդիկ բացառիկ վերաբերմունք ու հարգանք ունեին բանի նկատմամբ, եկեղեցու նկատմամբ, հոգևորական առաջնորդների նկատմամբ, ես անգամ պատմություն եմ հիշում, որ դա դառել իմ ծնողների ընտանիքի մեծ մասը, որովհետև բոլորը զբաղեցրել են տարբեր բարձր պաշտոններ, իրենք եւս բնականաբար եղել են կոմունիստական կուսակցության անդամներ, բայց ես հիշում եմ, որ մենք օրինակ ամեն կիրակի տատիկիս հետ գնում ենք եկեղեցի, որովհետև այդպես էր։ Մենք գնում էինք, օրինակ Էջմիածին էին գնում ու անգամ տենց պատմություն կար, որ փոքր եղբայրս, որ ասում գրքի երեխա էր, ու կաթողիկոսը, ինչպես հիմա էլ, սենց այն որ շարքերով անցնում է, եկեղեցուց վերադառնում էր ակեցավայր, կանգնեց այդ իր թափորը, մոտեցավ մամայ գրքին եղբորս, շոյեց գլուխը, տենց սիրեց երեխային, գնաց ու դա դառել էր մի տեսակ յուրահատուկ տենց պատմություն, որ տեսեք անգամ Վազգեն առաջինը մոտեցել է, հասկանում եք մարդկանց վերաբերմունքը էին տանը պատմում, եւ այդ պատմություններն էին կամ հոգեվորականների բարոյական կեցվածքի մասին, կամ նրանք ապրելակերպի մասին։ Կային արդյոք զրույցներ տարբեր բարձրաստիճան հոգեվորականների մասին, էլի կային շրջանառության մեջ, տենց թեթև ինչ որ զրույցներ կային, որ մարդիկ այնպես չի, որ ինչ կյանքով են ապրում, բայց մեկը մյուսին փոխանցում էր եւ մեկը մյուսի համար տենց ավելի կարեւոր էր ընտանիքներում ավելի կարեւոր էր այո հենց դրական իմաստով այդ վերաբերմունքի փոխանցումը նորից եմ հիշացնում կոմունիստական կուսակցության պայմաններում երբ քեզ կարող էին եւ կուսակցությունից հեռացնել եւ դա քո համար շատ մեծ խնդիրներ էր առաջացնելու եւ աշխատանքից պաշտոնից հեռացնել եւ կարող էին դատել այո դու կարող ես գնալ Սիբիր որովհետեւ համարձակվել էր քո երեխաներին մկրտել ինչ եմ ուզում ասացնել, որ անգամ այն անհավատ ատեիստ սովետական միության այդ տոտալիտար պայմաններում մեր հասարակության ներսում մեկը մյուսին փոխանցել են հարգանք, բայց դա անշուշտ կապված է եղել նաև նրա հետ, որ առաջնորդների վարքագիծը անձը, այո, այդ հագուստը, այդ պաշտոնը որ գրել է, ինքը վաստակել է իրավունք, որպեսզի այդ վերաբերմունքը լինի։ Ազդեցություն կա եւ մնացել է արդյոք ես խորին համոզմունք ունեմ որ մնացել է ազդեցությունը ռուսական KGB-ի FSB-ի ազդեցությունը չի կարող չմնալ դա բացառվում է որ չմնա որովհետեւ եկեղեցական կառույցները իրանք հոգեվոր կառույցները եւ խոսքը եւ միայն եկեղեցիների մասին չի եւ միայն հայ առաքելական եկեղեցու մասին չի խոսքը եւ այլ կրոնական ուղղությունների կառույցներում խմբերում չգիտեմ թիմերում անպահամայնքներում անպայման կան ներդրված որովհետեւ դա ամենահարմար միջավայրն է որտեղ դու մարդուց կարող ես ստանալ բավարար տեղեկատվություն արդյոք մեր իշխանությունների վրա կա ազդեցություն դա կասկածից դուրս է այլևս որովհետեւ կներեք որոշակի տեսակի գլխարկ կրելը որը մեր հարևաններին բնորոշ գլխարկներին է շատ ավելի նման խոսույթը սահմանադրությունը փոխել ոչ թե 18 թվականին այլ երբ որ Ալիևն է սկսում պահանջել ցեղասպանությունից ուրացումը բազմաթիվ այլ գործողություններ հուշում են որ շատ ներողություն ազդեցությունը այլևս ոչ թե մի տեղից է այլ շատ տեղերից է եւ այս իշխանությունը ինչ ասեմ բազմա վեկտոր քաղաքականություն ենք վառում, չէ, բազմա վեկտոր տարբեր տեղերի ազդեցության ներքո են գտնվում եւ ըստ նպատակահարմարության, որտեղից ոչ թե Հայաստանի Հանրապետության շահն է բխում, այլ որտեղ որ իրենց անձնական վերարտադրվելու, իրենց իշխանությանը մնալու քամիներ են փչում եւ հնարավորություններ են ստեղծում, այդ մարդիկ հետեւությամբ էլ այսպես բաներ են անում, հա, ինչ ասեմ։ Կքանստումներ են իրականացնում այդ ուղղությամբ։ Հետեւաբար ներողություն Մայր ջան, ստացվում է որ մենք ունենք, այո, ունենք երկու կառույց, որոնք ենթադրաբար տարբեր ազդեցությունների տակ են գտնվում եւ ինչ էր պետք անել այս պայմաններում 2018 թվականը լավագույն ժամանակն էր երբ հասարակությունը մոբիլիզացված էր այն աստիճանի որ մենք կարող ենք եւ պարտավոր ենք ես հոգնել եմ այս եթերից ձեր ասելու բոլոր եթերներից ասելու լուստրացիա անել լուստրացիա ոչ թե 7 տարի հետո երբ որ քեզ անձնապես քեզ վերարտադրվելու համար է դա պետք այլ որովհետեւ դա էր պահանջում մեր պետականության անվտանգությունը քաղաքական գնահատական անցումային արդարադատություն իրականացնել այս սրա համար էր պետք իմիջիալոց այսօրվա
Նիկոլ Փաշինյանի հանճարեղ կրթված գաղափարները սատարողների մեջ քաղաքասարակության ներկայացուցիչ նաև այն մարդիկ մեր հասարակությունը պետք է լավ իմանա այսօր ովքեր որ խոսում են լուստրացիայի անհրաժեշտության մասին եկեղեցու հարցերում այդ մարդիկ 7 տարի դեմ են եղել այդ մարդիկ բոլոր հանդիպումների ժամանակ բոլոր հնարավոր պայմաններով այդ մարդիկ դեմ են եղել որովհետև լուստրացիայի պարագայում ենթադրում են որ իրենք էլ չէին անցնելու այդ լուստրացիայի այդ շեմ ու սահմանը ես բոլոր եթերներում ձեր եթերում տարբեր եթերներում ասել եմ իձանից սկսեք ես վախենալու այո ես վստահ եմ որ ես կարող եմ անցնել այդ լուստրացիայի process-ը որտեղ ես ոչ մի երկրի շպիոն չեմ ես ասում եմ մի երկրի շպիոն եմ դա Հայաստանն է հետեւաբար այն մարդիկ ովքեր 7 տարի դեմ են եղել ու այսօր հանկարծ Նիկոլ Փաշինյանին սատարելու համար լուստրացիայի դրոշակը առել են ու ընկել են վազվզում են եթերից եթեր այ իրանք են մեղավոր որ մենք այսօր այս վիճակում ենք կա ճիշտ ժամանակ գործողություններ իրականացնելու 18 թվականին այս իշխանությունը դեռևս ուներ վստահություն դեռևս ուներ հեղինակություն եւ ուներ հասարակության սատարում եւ կարող է իրականացնել ցանկացած բնույթի գործողություն ու պետք չի ասել որ կա Վենետիկի հանձնաժողով չգիտեմ ԵԽԵՄ ոչ մեկ ձեր դեմը չեր առնելու, եթե դուք որոշում կայացնեիք եւ եթե հետեւողական լինեիք, որովհետեւ ես էլ եմ ժամանակին հանդիպումներ ունեցել այդ կառույցների ներսում, ես էլ եմ պնդել, շատ կոշտ պնդել, որ մենք պիտի անցնենք ամենակոշտ գործիքակազմով, այլապես մենք չենք կարողանա մաքրել մեր բոլոր կառույցները, սկսած եկեղեցուց վերջացրած գլխավոր շտաբով, մենք պատերազմ ենք պարտվել, որովհետեւ շտաբը մերը չի եղել։ Մենք պատերազմ ենք պարտվել, որովհետեւ մեր գեներալները մերը չեն եղել։ Մենք խնդիրներ ենք ունեցել եւ շարունակում ենք ունենալ, որովհետեւ լուստրացիայի կարիք ունենք 7 տարի առաջ եւ դա լավագույն ժամանակն է։ Այսօր իրանք իրավունք չունեն լուստրացիա անելու, որովհետեւ լուստրացիա անողը պիտի ինքը լուստրացված լինի։ Ինքը պիտի բավարար հեղինակություն ունենա, ինքը պիտի վստահություն ունենա։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը իր թիմը ու իրան սատարող սազանդարները այսօր ունեն այդ վստահությունը, ունեն այդ համաժողովրդական, այսպես սատարումը, որ իրանց թույլ է տալիս կամ իրենք են ապրել այն կյանքով եւ այս 7 տարիների ընթացքում իրենք ապացուցել են իրենց Հայաստանին նվիրված լինելը, որ այսօր իրանց իրավունք են վերապահում, ինչ որ մեկի լուստրացիայի մասին խոսել։ Այո մենք ունենք կարիք փոփոխության, սահմանադրության էլ փոփոխության կարիք ունենք, լուստրացիայի բանել ունենք, տո եկեղեցուն էլ հետ է լուստրացիայի կարիք ունենք, բայց դա անողը պիտի վաստակած լինի այդ վստահությունը հասարակության, որ ինքը անելու է այն ինչ որ պետքա պետությանը, ոչ թե վերարտադրվելու համար մի հատ խմբակին ու իրանց սազանդարներին։ Տիկին Կարապետյան, անձերի մասին խոսեցինք խորհրդային տարիներին, կաթողիկոսին հիշեցինք եւ հիմա մեր մասին մենք խոսենք մեր ժամանակների մասին։ Ինչու հանրությունը որոշակի մասը թեկուզ աջակցեց Նիկոլ Փաշինյանի, հիշենք դրա նախորդող դեպքերը։ Սրբազան շարժում, որ եկան եւ իշխանափոխություն էին պահանջում, ամեն դեպքում սրբազան շարժումով սկսվեց, որ հետո դարձավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը եւ պատերազմից անմիջապես հետո հայրաբար հորդորում էր կաթողիկոսը, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հեռանա ավելի վտանգավոր իրադարձությունների ականատես չլինելու համար։ Այսինքն այստեղ մենք խոսում ենք Նիկոլ Փաշինյանի գրառման մասին, բայց դրան նախորդել են որոշակի ինչ որ դեպքեր, երևույթներ, նախաձեռնություններ կային, որ կաթողիկոսին փորձում են կանգնեցնել հենց փողոցում։ Մի խոսքով եղել է փոխադարձ մեղադրանքներ եւ փոխադարձ ոչ զիջող իրավիճակներ։ Ճիշտ եք ասում, շատ ճիշտ եք ասում Արիջան։ Եղել են բազմաթիվ դեպքեր, իրադարձություններ, որոնք ձնագնդի նման հավաքվել են ու մեր հասարակության համար այսօր լրջագույն խնդիր են հանդիսացել։ Հիմա հարցը հետեւյալն է։ Խնդիրը հասարակության համար է, թե խնդիրը իշխանության համար է։ Պետականության համար է, որտեղ բոլոր իշխանությունները գալիս են ու գնում են։ Բոլոր կաթողիկոսները թեպետ ծմահ են, բայց գալիս են ու գնում են։ Մենք ունեցել ենք շատ լավ կաթողիկոսներ եւ ունեցել ենք շատ անհաջող կաթողիկոսներ։ Մենք ունեցել ենք շատ լավ ղեկավարներ եւ ունեցել ենք ամբողջ պատմության մասին է խոսքը եւ ունեցել ենք շատ անհաջող ոչ բանի պետք ղեկավարներ, թագավորներից, իշխաններից սկսած մինչև ներկայիս ժամանակներ, բայց դա չի նշանակում, որ մենք պիտի խաչ դնենք եկեղեցու որպես ինստիտուտի կամ մեր պետության որպես ինստիտուտի վրա։ Խոսքը ինստիտուտների մասին է, Մարիջան։ Նիկոլ Փաշինյանը թիրախավորել է չեղան հոգևորականները իշխանության հետ այդ սատարապատի խայտառակությունը չեղան, որովհետև հիշում եք նախորդ տարի էլ կաթողիկոսի ճանապարհը ոստիկանությունը փակեց։ Այն միջոցառմանը, այն իրադարձությանը, որտեղ առաջնորդել էր եկեղեցին եւ կաթողիկոսը։ Գիտեք,
սա բարոյազրկման, չգիտեմ, կոնֆլիկտը ամենացածր, աներևակայելի ցածրության հասցնելու բան ունեն, հանճար ունեն այս իշխանությունները։ Բոլոր այն տեղերում, որտեղ կարելի էր, գիտեք, ընդհանրություն գտնել, միասնականություն փնտրել, բոլոր այդ տեղերում բան են խնդիր են փնտրում։ Այո, բոլոր կողմերը, ես քննադատել եմ նաև ժամանակին, երբ կաթողիկոսը կոչ էր անում հրաժարական պահանջելու, ու դա բացատրում է նրանով, որ եւ կաթողիկոսը եւ բաները արքիեպիսկոպոս, չգիտեմ, մնացած բոլորը եպիսկոպոսները, քահանաները, իրանք բոլորը Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, եւ ես ասում եմ, որ այո, դուք քաղաքացի եք, այդ դեպքում հանեք ձեր այդ հագուստը, ձեր սիկեմա, դուրս եկեք դուրս, որպես գրաժդան, քաղաքացիականներ, ձեր կապույտ անձնագիրը վերցրեք, գնացեք ինչ որ process-ների քվեարկեք, մասնակցեք, ինչ որ բան, բայց երբ որ դու քո հագուստն ես հագնում այդ հատուկ եւ հանդես ես գալի եկեղեցու անունից ու խառնվում ես աշխարհիկ գործնեությանը, կներեք ժողովուրդ չի ստացվում, տենց չի լինում, էլի, երկու կողմն էլ անսահման մանիպուլացրել են, անսահման, ցավոք սրտի մենք ունենք այդ իրավիճակը, բայց լուծումը հետևյալի մեջ է, հասարակությունը շատ սթափ պիտի դատի, խոսքը հիմա գնում է Նիկոլ Փաշինյանի գործողությունների մեջ, ոչ թե թիրախավորվել են առանձին անհատները, թիրախավորվել է ամբողջ ինստիտուտը, հայ առաքելական եկեղեցու ինստիտուտը, որովհետև ենթադրում եմ, որ ինչպես երկար ժամանակ տարբեր իրավիճակներում հայ առաքելական եկեղեցին ունեցել է որոշակի ազդեցություն ազգապահպան գործունեություն իրականացնելու մեջ, որտեղ գիտեք մենք կարող ենք, մենք հա կարանք քննադատենք, հա, չգիտեմ, մեկը գետադարձա հիշում, մեկը չգիտեմ ինչա հիշում, բայց օբյեկտիվ իրականության մեջ մենք ունենք նաև դրա մյուս կողմը։ Մենք դպրոցներ ենք ունեցել եկեղեցունքից, կրթական համալսարաններ ենք ունեցել եկեղեցունքից, մեր, չգիտեմ, ասեք, հայրիկ ենք ունեցել, մենք գիտնականներ ենք ունեցել, երբ որ գիտնականներին մյուս եկեղեցիները հիմա չթիրախավորենք, բայց մյուս եկեղեցիները խարույկի վրա այրել են, մեր եկեղեցիները հնարավորություն են ստեղծել, որ մեր գիտնականները, չգիտեմ, Մանանյա Շիրակացի կլինի, բոլորին ում հիշում եք, իրենք գրեթե բոլորը եղել են եւ հոգեվորականներ, եւ հոգեվորական եկեղեցիներին, ինչ որ տաճարներին կից, համասարաններիում սովորող կրթություն ստացած։ Դու եկեք օբյեկտիվ լինենք, չի կարելի տենց մի բանի վրա ասենց կտրել ու թափել, շպրտել։ Եվ դրական կողմն ենք ունեցել, եւ բացասական կողմն ենք ունեցել, բայց հայ առաքելական եկեղեցին միակ գործող ինստիտուտն է, որը 1724 տարվա պատմություն ունի։ Մենք չունենք ուրիշ ինստիտուտ, որը 1724 տարվա պատմություն ունի։ Եվ այսպես վերաբերվել այդ ինստիտուտին, այսպես կամարական վերաբերվել, նպատակահարմարության վերաբերվել, չգիտեմ, տենց բաներ, մեղադրանքներ շպրտել, կամ այդպիսի ցածր որակի մեղադրանքներ շպրտել, գիտեք, ամեն ինչը չափու սահման ունի։ Սրբապեղծել, մանկապեղծել։ Տեսեք, մանկապղծությունը քրեորեն պատժելի արարքա, անկախ նրանից դու քաղաքացիական կյանքով ես ապրում, աշխարհիկ կյանքով ես ապրում, թե հոգեվորական։ Դա քրեորեն պատժելի գործողություն է։ Եթե այդպիսի դեպք կա եւ դուք գիտեք այդպիսի դեպքի մասին, դուք որպես աշխարհիկ իշխանությունների ղեկավար, ձեր մարմինները, չագուժնելա ձեր ձեռը, մեղնելա ձեր ձեռը, դատախազնելա ձերը, տարբեր վարույթ իրականացնող մարմնի ղեկավարներ են ձեր ձեռը, սա ձերն է, ուրիշ մարդ չկա, սա ձերն են։ Բա ուր են այդ քրեական գործերը։ Այս անպատասխանատու կարող են այդպիսի դեպքեր լինել, կարող են։ Այդ դեպքերին արձագանք պիտի ունենար իշխանությունը, ներկա չէ, թեկուզ նախորդ իշխանությունը, դրան նախորդող բոլոր ժամանակների իշխանությունները, ներառյալ ներկաներ, պիտի արձագանք իրավական գնահատական տային, այո, պիտի տային, մնացածի հետ կներեք կուսակրոն է, կուսակրոն չի, մեկի հետ քնում է, մեկի հետ վերականում, դա մեզ չվերաբերվող հարցեր են, այդ հարցը կարա բարձրացնի այն մարդը, ով իրա տնային աշխատանքը ամբողջությամբ իրականացրել է, եթե դու այդ որ ասма Ռուսաստանի ագենտներ են, այդ դու Ռուսաստանի ագենտներին հանեդուս ես շպրտել բանից, գլխավոր շտաբից ես հանես շպրտել, դու քո դատախազությունից ես հանես շպրտել բանին, դու քո դատարաններից ես հանես շպրտել ռուսական ագենտներին, այսօր ձեր դատավորների թվում կա մարդ, ում պրոֆիլի նկարը ոչ թե Թորան նկարն ա եղել, ոչ թե Սերժի Քոչարյանի կամ Նիկոլի նկարն ա եղել, Պուտինի նկարն ա եղել, ու դուք այդ մարդուն տարել եք, որպեսզի նշանակեք բանի, ինչ էր անում, հակակոռուպցիոն դատարանի դատավոր եք նշանակել, ու 6 կողմ են քվեարկել Պուտինի նկարով բանին, դատավորին, այդ դատավորը միջև այսօր պաշտոնավորում է, որ այդ դատավորը պիտի լիներ
Կակ մինիմում համակարգում պիտի չլիներ։ Իսկ իրականում պիտի լիներ քրեակատարողական հիմնարկում։ Դու եկել ես այդքանը չարացմա։ Ու էլի ես կարող միջև լույս օրինակներ բերեն, թե իրանք ինչը չեն արել։ Բայց իրենք ասում են, որ նաև շարունակելու են։ Տեսեք Նիկոլ Փաշինյանը այսօր գրառում է կատարել, որ այդ սրբազանների հարցը այս ձևով չի ավարտվելու։ Նորից եմ ասում, Մարիջան, պետք է վճռորոշ ձայն ունենա Հայաստանի Հանրապետություն ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում։ Հայաստանի Հանրապետություն ասելով Նիկոլ Փաշինյանը ումի նկատի ունի։ Եվ- Եթե ինքը Իրանի նկատի ունի, ինքը Հայաստանի Հանրապետությունը չի։ Օրվա իշխանությունը Հայաստանի Հանրապետությունը չի։ Մեր հասարակությունը հավանաբար տեղյակ չի, որ Հայաստանի Հանրապետություն դա պետությունը, դա մենք բոլորս ենք։ Դա եւ կրոնական կազմակերպություններ են, եւ կուսակցական կազմակերպություններն են, եւ ՀԿ-ներն են, եւ տարբեր մասնագիտական խմբերն են, չգիտեմ, փաստաբանների պալատն է, մանկավարժների ինչ որ միավորումն է, տարբեր ազգային ինշինստվա, ազգային փոքրամասնությունների միավորումներն են, մենք բոլորս ենք պետություն, Նիկոլ Փաշինյանը պետություն չի, եթե ինքը մտածում է, որ պետությունը ինքն է, ու կան մարդիկ, ովքեր մտածում են, որ պետությունը ինքն է, ինքն էլ պիտի այսպես կտցնելով կաթողիկոս նշանակ, ինքը չարաչար սխալվում է, ու ինքը նորից պիտի կրկնեմ, այն մարդը չի, այն բարոյական կերպարը չի, այն իրավունքը չի վաստակել իր ապրածով, իր գործունեությամբ չի վաստակել, որպեսզի այսպիսի հարցեր բարձրացնի։ Երբ որ դու քո տնային աշխատանքը, քո ուղիղ պարտականությունները, որոնք քեզ վրա դրված են սահմանադրությամբ, այն քո խոստումները, որոնք դու տրվել ես ընտրվելու եւ վերընտրվելու ժամանակ, կատարես կվերջացնես, կգաս կհասնես տեղ, այս հարցը մենք կքննարկենք։ Մենք մի կերպ առանց քեզանով, չգիտեմ, կլինես չես լինի, այդ ուրիշ հարց է, բայց այդ հարցը քո լուծելու հարցը չի։ Դուք չեք, որ բարոյական իրավունք ունեք այդ հարցը քննարկելու։ Տիկին Կարապետյան, դուք ձեր խոսքում հենց հաղորդման սկզբում ասացիք, որ սա միտումնավոր է արվում այս ամենը։ Լավ, մեր հասարակությունը որքան կարող է դիմանալ, ինչ որտեղ էլ մարդիկ հուսահատ են, ինչ որտեղ էլ չեն խղճում մենք մեր ազգին։ Մենք ասելով, օրինակ եթե Նիկոլ Փաշինյանի մասին է խոսքը, իշխանություններին բացարձակ հետաքրքիր չի Մարիջան, ոչինչ հետաքրքիր չի, բացի վերարտադրվելուց, գիտեք ինչի, որովհետև իրենք շատ լավ հասկանում են, որ իրենք արել են բազմաթիվ գործողություններ, հիմա որպես իրավաբան եմ ասում, բազմաթիվ գործողություններ, որոնք հակաիրավական են, հակասահմանադրական են, իրանք SMS-ով արդարադատության համակարգից մարդ հեռացնելով ինքը սահմանադրական կարգի տապալու մար է, հասկանում եք։ Այդ բոլորը քրեորեն պարժելի գործողություններ, ել չեմ ասում Արցախ, պատերազմ, հողեր, մարդիկ, զոհեր, այդ թելը մի կողմ եմ անում։ Զուտ մի դրվագով մարդը սահմանադրական կարգի տապալու մար է։ Ինքը ու Քոչարյանը պիտի նույն աթոռին նստեն, այ ասենց քիփ կպած իրար կողքի պիտի նստեն։ Այդ երկու մարդիկ արել են գործողություններ, որոնք մեր պետականության, մեր անվտանգության դեմ են ուղղված եղել։ Եվ ինքը շատ լավ հասկանում է, որ միայն վերարտադրվելու պարագայում ինքը կարող է ապահովի իր անվտանգությունը, ոչ ոք չի կարող տալ իրան երաշխիք, որ ինքը չի դատապարտվելու, բացի իր անձնական այդ տաբուրետկին նստած լինելուց։ Ոչ ոք չի կարող տալ, որովհետև գուցե ինչ որ այսպես բան փորձեն խաղարկեն, ինչ որ ինչպես գեղեցիկ Քոչարյանը փոխանցեց Սերժ Սարգսյանին բան, ովում չէ, բանը փոխանցեց իշխանությունը Սերժ Սարգսյանին, որպեսզի հոկտեմբերի 27 չբացահայտվի, մարտի 1 չբացահայտվի, լիքը տենց բաներ չբացահայտվեն, որպես երաշխիք իր անվտանգության, ոնց որ տեսակ թե ինչ գործողություններ տեղի ունեցան Սերժ Սարգսյանի հետ, քրեական գործեր, ինչ քրեական գործեր տեսակ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ Նիկոլ Փաշինյանի թագավորության, ճակերտավոր թագավորության, ոչ մի գործողություն, ոչ մի ռեալ գործողություն տեսանք, ավելին մարդուն մարտի 1-ով արդարացրեցին։ Սերժ Սարգսյանի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը կամ ընդհանրապես ոչ մեկ չէր արդարացվել, Նիկոլ Փաշինյանի ժամանակ մարտի 1-ի գործը փակվեց ու արդարացվեց, արդարացում տենց բան չէր կարա լիներ, հասկանում եք։ Սա նշանակում է, որ ինքը երաշխիք էր տվել այս բոլոր մարդկանց, որ իրանք չեն դատապարտվելու։ Այ հիմա Իրան ոչ մեկ այդ երաշխիքը չի կարա տա։ Ինքը կարա փորձի իշխանություն փոխանցի, այդ սխեման աշխատացնի իշխանության փոխանցման։ Ինչպես եղավ Գյումրիում, բայց ոչ մի երաշխիք չկա, ոչ մի երաշխիք չկա, որ իրան պատասխանատվության ենթարկելու հարցը չեն բարձրացնելու, շատ խիստ չեն դնելու, որտեղ հասարակությունը շատ այս վերջին 6-7 տարվա մեջ բավականին իրանց նորաձևության շրջանակներում չէ, նորաձև կրթելու շրջանակներում չէ իհարկե, այլ սեփական դառը փորձով, սեփական կաշվի վրայով, կորուստներ ունենալով,
այսքան կորուստ ու զոհ ու մահ տեսնելու արդյունքում մարդկանց գիտակցության մեջ փոփոխություն ա եղել, այդ թվում նաև ձեր նման կառույցների, կազմակերպությունների, լրատվամիջոցների աշխատելու պայմաններում, որ դուք հնարավորություն եք տվել այլ բացի պրոպագանդայից այլ տեսակետներ հնչեցնելու, այն մարդկանց մոտ բան ա փոխվել, մարդիկ սկսել են ոչ միայն լսելով ենթադրել, որ սենց բան կա կամ չկա, իրանց մաշկի վրա են զգացել, թե ինչ անում այս իշխանությունը, հետևաբար ով էլ որ գա ու ասի, որ ես քեզ երաշխավորում եմ քո անվտանգությունը, ինքը չի կարող 100% երաշխիք տալ։ Էնպես որ Նիկոլ Փաշինյանը ոչ մեկին չի խղճում, մի հատ բան կա, խումբ կա Լենինգրադ, ասում է, բան, Նիկավո նիժալկը Նիկավո։ Ինքը այդ երկի մեջ է, ինքը ոչ ոքի չի խղճում, ոչ մեկ իրան հետաքրքիր չի, իրան հետաքրքիր է մենակ ինքը ու իր անվտանգությունը, ինքը իր մտերիմների այդ ուսկի կռուգի անվտանգությունն է հետաքրքիր։ Բայց դա իրան, չգիտեմ, ինչքանով կարա հանգիստ պահի, որովհետև հասարակությունը, ես այսօր նայում էի, գիտեք, բաներ կան, դեպքեր իրադարձություններ կան, որոնք շատ ծանր են, անշուշտ համեմատելի չի այս գրառումը օրինակ Արցախի կորստի հետ։ Արցախցիների նկատմամբ ցեղասպանական գործողությունների այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանի ու իր այդ սազանդարների պահվածքի ու վարքագծի հետ համեմատելու եզրեր չկան։ Մեր եռաբլուրում նահատակված այդ երիտասարդների բանի հետ կապը չի, համեմատելու եզրեր չի այս խուլիգանական արտահայտություններն ու այդ ամեն ինչը, բայց կումուլյատիվ բժշկության մեջ կա, ֆիզիկայի մեջ կա կուտակային, կուտակվող էներգիայի սկզբունք կա, որը որ էներգիան չի կարող կորել, հասկանում եք, մարդու վիրավորանքը, մարդու նվաստացումը, մարդուն ստորացնելը որպես ժողովուրդ, որպես ազգ, որպես անհատ, իր, չգիտեմ, իր իդեալները, իր սրբությունները, իր պատկերացումները, այդ ամեն ինչը այսենց ոտնատակ անել փոխարենը առաջարկելով մենակ իրանց, չգիտեմ էլ ինչ ասեմ, իրանց բառամթերքը, իրանց թքելով վարքագիծը, իրանց սեռական բնույթի հայոյանքները աժից հնչեցնելը, իր անմահական կեպկեն, այս ամեն ինչը փոխարեն առաջարկելով, մեկը մյուսին չի բալանսավորում, հասկանում եք, մեկը մյուսին չի փոխարինում, այս հավաքական էներգիան ինքը մի օր պայթելու է, անպայման պայթելու է։ Ու ինչպես էլի պիտի ասեմ, ես 18 թվականից առաջ շատ մարդկանց հետ խոսում էի, սոցիոլոգներ կնեն, քաղաքագետներ կնեն, ու ինձ անգամ անդադ ասում էին, որ մեր հասարակությունը այ կորցրել է իր դիմադրողականությունը, մեր հասարակությունը այլևս ի վիճակի չի դիմադրելու, անգամ մարդիկ կային, ովքեր անվանում են մեր հասարակությանը բիոմասա եւ ոչ մի հույս չունեին, որ որևէ կերպ այս հասարակությունը փոփոխությունա գնալու։ Այ հիմա էլ շատերը ասում են, որ ապաթիայի մեջ են, չգիտեմ, այդպես չի։ Մեր հասարակությունը շատ ծանր գնով, ահավոր գնով, աննկարագրելի ծանր գնով հասկացել է շատ-շատերն են։ Ես համոզմունք ունեմ, որտեղ նայում եմ տարբեր շերտերի, տարբեր մասնագիտությունների, տարբեր քաղաքական նախասիրությունների, չգիտեմ, ասեք, տարբեր կրոնական ուղղությունների մարդիկ ներսում հաշտ չեն այն ամեն ինչի հետ, ինչի հիմա տեղի անում, եւ ոչ միայն հաշտ չեն, այլև այն, որ ասում է, այստեղ է հասել։ Իսկ դա պիտի անպայման պորտքում ունենա։ Ես մեծ հույսեր ունեմ, որ այդ պորտքումը կսանձեն իսկապես առողջ, ողջամիտ, նոր եկած ուժեր, որոնք որ այս մեր հասարակությանը, մեր ժողովրդին այսքան տառապած, այսքան չարչարանքով, այսքան նվաստացման ճանապարհով անցնող ժողովրդին իսկապես առաջարկ կունենան եւ հետեւողական կլինեն, ոչ թե լոզունգներով կգան իշխանության ու փողոցային խուժան ու բոսյակի պես իրանց կպահեն։ Տիկին Կարապետյան, ստուդիան կարճատև գովազդային դադարի, որից հետո մեկ հարց ունեմ, ուզում եմ անպայման ձեր տեսակետը լսել, հարգելի հայրենակիցներ, այժմ գովազդային դադար եւ հիշեցնեմ, որ մեր ուղիղ եթերները կարող եք դիտել նաեւ Նոյան Տապանի Patreon-ում, QR կոդը ձեր էկրաններին է։ Քիչ անց կվերադառնանք տաղավար, հետևեք խնդրեմ։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։
Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծաներիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Քաղաքական դիակը դեռ հավաքված չէ։ Հետաքրքիր է, որ քաղաքական դիակները խոսում են քաղաքական դիակների մասին։ Պարոն Մամիջանյան, գիտեք, դուք ապրում եք ձեր բաբլի մեջ։ Դուք չեք տեսնում կամ չեք ուզում տեսնել կամ ձեզ հրահանգ են տվել չտեսնել այն ինչ տեղի առնում իրականում։ Մայիսի 9-ի հավաքը, երբ մոռացա անունը, ինչ սրբազան էր։ Նո, հա, ոչ մի ուզում եք որ չնեղանար անունը հիշի, բայց չհիշեցի։ Լավ, Սրբազանը հավաքել էր բանում, հրապարակում, խոսում է նրա մասին, որ մեր հասարակությունը պատրաստ է հերթական անգամ եւ այսպես մեծ ծավալի դժգոհություն արտահայտել, որտեղ ձեր եթերում եմ ասել, ուրիշ եթերում եմ 1000 անգամ ասել, հավաքված են մարդիկ, ովքեր որ առօրյա կյանքում իրար բարև չեն տա, որովհետեւ ունեն սկզբունքային տարաձայնություններ լուրջ հարցերի վերաբերյալ։ Բայց մարդիկ դուրս էին եկել, որովհետեւ պատրաստ էին պայքարել ու այս իշխանությունը իրանց համար ընդունելի չէր։ Եթե ընդամենը 1-2 օր էլ տևեր այդ process-ը, ես հավատացած եմ, եւ չերևար նախկինների դիակների արգասիքները կամ իրենք հենց դիակները մենք ունենալու ենք Նիկոլ Փաշինյանի հեռացում, բայց դուք կամ ձեր թիմերի լիդերները ցավոք սրտի այնտեղ իրենց այսպես շողքերը շուքը երևաց, այո, ստվերները հենց որ երևացին, հասարակությունը շուռ եկավ ու գնաց տուն։ Դուք նույնքան քաղաքական դիակ եք, որքան Նիկոլ Փաշինյանը։ Սրբազանի շարժումը նորից ակտիվանում է։ Դե թող ակտիվանա, ինչ ասեմ։ Այսինքն դրանք ոչ մի նոր բան Ես չեմ կարծում, որովհետև եթե մայիսի 9-ին չկարողացան իրականացնել այդ process-ը, ես շատ դժվար եմ պատկերացնում, թե հետագայում ինչ են անելու եւ ցավոք սրտի
Իմջես Բագրատ Սրբազանը ես խոսել եմ, ես իրան անձնապես չեմ ճանաչում եւ շատ-շատերի հետ խոսել եմ տարբեր քաղաքական ուժերի, տարբեր հայացքների, տարբեր ոլորտների մարդկանց հետ եմ խոսել, ովքեր իրան անձնապես ճանաչում են եւ բոլորը շատ բարձր էին գնահատում Բագրատ Սրբազանին, բայց պարզ դարձավ, որ Սրբազանի թիկունքում կանգնած են մարդիկ, ովքեր որ զուտ օգտագործեցին հիշեցին կանոնը, Բագրատ Սրբազանին օգտագործեցին որպես շիրմա իր բարեպաշտությունը, չգիտեմ, իր ազնվությունը, իր անկեղծ այդ պորտկումները մարդկային իր այդ, չգիտեմ, վիրավոր այդ ամեն ինչ որ անկեղծ ու ազնիվ կար իր մեջ, զուտ փորձեցին օգտագործել իրենց վերադարձը ապահովելու համար եւ հասարակությունը հերթական մեր ժողովուրդը հերթական անգամ ասեց ոչ։ Տիկին Կարապետյանց ինչ անել։ Ես ձեր լայվը տեսա, որ դուք ուղի եթեր եք դուրս եկել մարդկանց առաջարկում եք ամեն Կիրակի գնալ պատարագի, թեկուզ մասնակցել, մոն վառել, դրանով պահել այն հոգևորը, այն եկեղեցին, որի մենք հավատում ենք եւ ինչպես դուք ասացիք, ամենաերկարակյաց ինստիտուտն է, փորձենք հասարակությունով լինել մեր եկեղեցու կողքին։ Անկախ նրանից դուք հավատացյալ եք թե ոչ, ռուսերեն կոչվում է ունինիե, հայերեն ոնց է թարգմանվում, հիասթափությունը, հուսահատությունը դա ամենասխալ վարքագիծն է, թե կրոնական իմաստով, որովհետև դա մեղքերից մեկն է, թե եթե հավատացյալ չեք անգամ, աթեիստ եք, ագնոստիկ եք, ինչ եք, անգամ մարդկային կյանքի իմաստով հուսահատությունը, հիասթափությունը դա ամենածանր վիճակներից մեկն է, որը չի կարելի թույլ տալ։ Չի կարելի համակերպվել այն մտքի հետ եւ ընդունել, որ այն ինչ որ մենք հիմա ունենք, դա մեր էլիտաներն են, դա մեր էլիտաներ չեն, դա մեր ամոթն է։ Իշխանության մասին խոսքը կլինի, պարլամենտական ընդդիմության մասին խոսքը կլինի, որոշ հոգեվորականների մասին խոսքը կլինի, այո, իրանք մեր էլիտան չեն, իրանք մեր ամոթն են, բայց ինչպես որ ընտանիքում, չգիտեմ, լինում են դժվարություններ ու դու հաղթահարում ես, չգիտեմ, կամ օրգանիզմի մեջ լինում է ինչ որ ծրագրային շեղում, դու չես կտրում քո ոտքը, որովհետև, չգիտեմ, ինչ-որ մի բան սխալ ես արել, ինչ-որ սխալ տեղ է քեզ այդ ոտքը դրել, ցեխի մեջ ես ընկել, ձեռքդ չես կտրում, որովհետև, չգիտեմ, պատահական ինչ-որ մի տեղ ես կպել, որ ձեռքերդ կեղտոտվել են։ Դա նշանակում է, որ դու պիտի աշխատես ինքդ քո վրա եւ այո, հայ առաքելական եկեղեցին, ես ինձ չեմ դասում իմիջիալ, ես մկրտված եմ, այն որ բաները դադարեցնելու համար, հա, ես մկրտված մարդ եմ հայ առաքելական եկեղեցում, բայց ինձ չեմ համարում այն դասական, տենց հավատացյալներին, որը բոլոր կանոններով ինձ ամեն անգամ գնում է եկեղեցի, ես ինձ այդպեսին չեմ համարում ու մեղմ ասած ունեմ որոշակի տարաձայնություններ թե առանձին հոգեվորականների պահվածքի հետ, թե ինչ որ գաղափարների ու մտքերի հետ ունեմ տարաձայնություններ, բայց ինձ համար, այո, հայ առաքելական եկեղեցին դա 1724 տարվա մեր պատմության մի մասն է, մեր ներկան է եւ մեր ապագայի մի մասնիկն է լինելու։ Դուր է գալի դա ինչ որ մարդկանց, դուր չի գալի դա ինչ որ մարդկանց։ Դա կայացած գոյություն ունող փաստ է։ Եվ այո, ես կոչ եմ արել գնալ եկեղեցի, եւ ես ինքս գնացել եմ եկեղեցի, շատ վաղուց չի եղել միջալոց։ Մոմ եմ վառել, ոչ թե ի սատարումն կաթողիկոսի կամ ինչ որ arczepiskoposների կամ ինչ որ հոգեվորականների, այլ հայ առաքելական եկեղեցու, որը մեր պատմության ինստիտուցիոնալ մի մասն է։ Ես առաջարկել էի գնալ, կուզեք պատարագին մասնակցեք, կուզեք մոմ վառեք, չեք ուզում մի վառեք, բակում զբոսնեք եկեղեցում, ուզում եք մտեք ներս, չեք ուզում մի մտեք, որտեղ տարբեր մարդիկ ունեն տարբեր հայացքներ, տարբեր մոտեցումներ, բայց սատարումը ինստիտուտին որպես մեր պետության մասնիկ, ես կարծում եմ, որ դա շատ ճիշտ է։ Ես շատ բան վիճակի, շոկային վիճակի մեջ եմ եղել, որտեղ այդ թվում նաև ձեր եթերներում, տարբեր այլ եթերներում ես եղել եմ այն մարդկանցից, ովքեր քննադատել են տարբեր բարձրաստիճան հոգեվորականների խոսույթը, վարքագիծը, պահվածքը, ունեցվածքը, չգիտեմ, հազար ու մի բան եմ քննադատել, բայց կներեք, թույլ տալ, որ ոտի տակ առնեն մարդիկ, ովքեր դրա բարոյական իրավունքը չունեն, չեն վաստակել դրա բարոյական իրավունքը, իրավական տեսանկյունից էլ դրա իրավունքը չունեն, ոտնատակ առնել այն ինչ որ իրավական տեսակետից գահընկեց անելու եւ նոր կաթողիկոս ընտրելու չունեն իհարկե ոչ, որովհետեւ եկեղեցին ինքը անջատ է իշխանապետությունից եւ ինքը գործում է ինքնուրույն եւ ինքը պիտի գործի ինքնուրույն, ինքնամաքրման process այնտեղ պիտի լինի, այո պիտի լինի, մենք պիտի մասնակից լինենք այդ process-ին, որովհետեւ մենք ենք այդ հոտը, այդ եկեղեցին մենը, այո մենք պիտի հնարավորություն ունենանք ինչ որ իմաստով վերաբերմունք արտահայտելու, դժգոհելու, քննադատելու, այդ ամեն ինչը պիտի լինի, դա կյանքի իրավունք ունի, բայց կազմակերպել, թույլ տալ, որ կազմակերպեն ու այսպես նսեմացնեն այդ կառույցի անցած ճանապարհը եւ ներդրումը, որ ինքը ունեցել է մեր
եւ նաեւ բացասական կողմերով, ինչը մեզ փորձ ա բերել, փորձառություն ա բերել եւ դրական կողմը, ակնհայտ դրական կողմերով ներդրում ա ունեցել, կներեք, ասում ա դուք այդքան չեք մեծացել ու դուք չկաք այդքան, որ այդ հարցը տենց դնեք։ Իսկ հարցերը պիտի լուծեն եւ մեր հասարակությանը պիտի խնդրեմ, չհիասթափվեք, չհուսահատվեք, չվախենաք, չկոտրվեք։ Մենք պիտի տեր կանգնենք մեր ամեն ինչին, որովհետեւ պետությունը օրվա իշխանությանն չի, արդարադատության համակարգը ոչ գլխավոր դատախազինն է, ոչ, չգիտեմ, երկրի անուններից դուրս, անուններից զատ, ոչ գլխավոր դատախազինն է, ոչ, չգիտեմ, դատարանինն է, ոչ դատավորինն է, էլի ցանկացած եկեղեցին, ոչ կաթողիկոսինն է, ոչ Նիկոլ Փաշինյանինն է, դա մերն է, դա մեր պետության, մեր ինքնության մի մասն է, հետևաբար դրա տերը մենք ենք եւ մենք պիտի մեր մեջ ուժ գտնենք այդ ամեն ինչը վերականգնելու, ամեն ինչը իր ճիշտ տեղը դնելու, շատ ծանր ժամանակներ ենք ապրում, շատ, չկա գրեթե այն մի քար չկա, որի վրա կարողանաս ոտքդ դնես, այն հենման կետ չկա, որտեղ կարող ես խաղաղության պայմանագիրը հենման կետը կլինի ադրբեջանցի իր վերարտադրվելու համար գուցե հա դե առևտուր, հասկանում եք, մարդիկ բանից այն կուշտ փորով հաց ուտելու ու քյաշ փողով եկամուտ ունենալու զատ ուրիշ պատկերացումներ չունեն, շատ ցավում եմ իհարկե, այո, եւ խաղաղություն պիտի լինի, եւ համերաշխություն պիտի լինի մեր հասարակության ներսում, հանդուրժողականություն պիտի լինի, որտեղ հանդուրժողականությունը ոչ թե տարբեր պաշտոնյաների նկատմամբ, անկախ նրանց իրանք հոգևոր են թե աշխարհիկ, իրանց նկատմամբ չի հարցը, կամ փոքր առանձին խմբերի նկատմամբ չպիտի լինի հանդուրժողականություն, մենք պիտի իրար նկատմամբ հանդուրժող լինենք, բանավեճը շատ լավ բան է, շատ գեղեցիկ բան է, շատ կարևոր հարց է, որտեղ դու կարողանում ես տեսակետ փոխել, կարծիքդ փոխել, գուցե ինչ որ մեկին համոզել ինչ որ բանում, բայց դա չպիտի վերածվի այդ դանակահարությունների, դա չպիտի վերածվի իրար նկատմամբ ատելության, այո, մենք շատ տարբեր տեսակետներ ունենք, մեզ հիմա հետևողականորեն պառակտում են, բայց մենք պիտի հասկանանք, որ մենք մի խնդիր ունենք, տարաձայնություններով տարբեր մոտեցումներ ունենք, տարբեր խնդրի լուծման տարբեր մեթոդաբանություն գուցե առաջարկներ ունենք, բայց մեր բոլորի խնդիրը ենթադրում եմ գոնե, մի մասի խնդիրը դա պետականությունը պահպանելն է, մեր արժեքները, արժեհամակարգերը պահպանելն ու վերականգնելը ավելի զտել, ավելի հստակեցնելն է, որտեղ հասարակությունն է, տենց մոլորության մեջ է, էլի, ով տեղից վերականում մի հատ տենց իբր արժեք է ներկայացնում, իրան թույլ է տալի նոր արժեքներ առաջարկել, բայց ինքը այդ արժեքներով չի առաջնորդվում։ Ստատուս են գրում եւ այդ օրը ամբողջ համացանցը արդեն իրենց ցնցումների մեջ են ընկնում, դե պետք է արհամարել, տեսեք, մենք օրինակ երկրի ղեկավարի գրառումները ես կնախընտրեի իհարկե չքննարկել, որտեղ այդ տեսակի գրառումները չքննարկել, բայց ցավոք սրտի մենք ստիպված ենք դա քննարկելու։ Այն մարդկանց, ովքեր որևէ պետական պաշտոն չեն զբաղեցնում, ներառյալ իր տիկնոջը, էլի մնացած սազանդարները, ես առաջարկում եմ եկեք իգնոր անենք, եկեք իրանց ուղղակի նկատելու չտանք, որովհետեւ այդ մարդիկ ուղղակի կազմաքանդման ճանապարհով են գնում, ատելություն սերմանելու ճանապարհով են գնում։ Մենք չունենք այդքան ոչ ժամանակ, ոչ ռեսուրս, ոչ էլ դրա անհրաժեշտություն ու կարիքը կա։ Մենք պիտի ընդունենք, որ մենք կանք, մենք տարբեր ենք, մենք ունենք տարբեր տեսակետներ եւ մենք պիտի ունենանք պետություն, պետականություն, անվտանգություն, բոլոր իր բաղադրիչներով, ներառյալ կրթությունը, անվտանգությունը, կրոնը, չգիտեմ, եկեղեցիներ եւ մնացած ամեն ինչը։ Մենք պետք է բանակ ունենանք։ Իհարկե պիտի ունենանք, դա կասկածից դուրս է, որ մենք պիտի բանակ ունենանք։ Ավելին ասեմ, ես այն մարդկանց թվին եմ պատկանում, ովքեր ես որոշել եմ կակրաս բանա ամառային արձակուրդները, ես ոչ թե մենակ, այլ երեխաների հետ նաև ընտանիքով գտնում եմ, որ պետք է գնալ, սովորել, այո, գրակել սովորել, ինքնապաշտպանություն սովորել, հմտություններ ձեռք բերել, որովհետև մենք ապրում ենք այնպիսի պայմաններում, որ մենք ոչ թե մեկս մյուսի վրա ներսում պիտի դա կիրառենք, այդ խուլիգանական պահվածքը 15 հոգով մի հոգու տփենք, այլ մենք պիտի պատրաստ լինենք մեր տները, մեր սարերը, որտեղ մենք չունենք, ոչ անպետք սար ունենք, ոչ անպետք հող ունենք, ոչ անպետք եկեղեցի ունենք, մենք անպետք բան չունենք։ Մեր ամեն ինչը արժեքավոր է։ Մեր ամեն թուփը, ամեն քարը, ամեն սարը պատմական է, հազարամյակի պատմություն ունեցող ու ամեն ինչի հետ առասպելական ինչ-որ պատմություններ կան, իրադարձություններ ու դեպքեր կան։ Մենք պատահական բան մեր երկրում չունենք, միայն այս 27, ինչքան ասում, 29,000, չգիտեմ ինչքանում չէ, ավելի լայն իմաստով, մենք չունենք պատահական կառույցներ, մենք չունենք պատահական երևույթներ, ու այդ ամեն ինչը պիտի լինի մեր գիտակցված պաշտպանության ներքո։ Մենք պիտի կարողանանք մեր մեջ ուժ գտնենք եւ
նորմալ կրթվենք եւ մեր պատմությունը իրական ունենանք, որ ամեն խուլիգան ու բոսյակ չգա մեզ մեր պատմությունը աղավաղի ու փորձի համոզել կեղծ ինչ-որ նարատիվներ բերի ու դու քո չկրթված լինելու արդյունքում տարական գիտելիքներ չունենալու արդյունքում կասկածի տակ դնես արդյոք սա հայկական է, սա հայեցի է, սա մեր պատմության մի մասն է, թե չէ։ Մենք պիտի գնանք նաև որոշակի հմտություններ ձեռք բերելու, որովհետև մենք այդ մեր նախկինը, ներկան, ապագան պաշտպանելու պարտավորություն ունենք եւ սերունդներին, հաջորդ սերունդներին փոխանցելու բան պիտի մնա ավելացված արժեքով, ավելացված բաներով, հա, արժեքավոր կարևոր բաներով։ Եվ վերջապես մենք պարտավորություն ունենք սերունդների առաջ, նախնիների, սերունդների առաջ եւ ինքներս մեր առաջ, որովհետեւ Մարի ջան, ես դուք սերնդակիցներ եք եւ մենք քիչ բան չենք արել այս երկրի համար։ Մենք ամենադժվար, չգիտեմ, մենք շատերը հիմա տենց բան են, չէ՞, այն ժամանակ էլ ասում են, ցուրտ տարիները, բայց մենք համոզված էինք, մենք գիտեինք ինչի ենք դա մենք անում, մենք հասկանում ենք, որ այդ մութ ու ցուրտ տարիները հանուն նրա է, որ մենք պետություն ենք կառուցում։ Երեխաներ ենք լույս աշխարհ բերում։ Այո, ես այդ տարիներին ուսանող եմ եւ կուրանալով, ես տեսողության խնդիր եմ ունեցել լուրջ, որովհետեւ լամպի մոմի տակ է թրթռացող լույսի տակ ինստիտուտ ընդունվելու տարիներն էր, ինստիտուտ սովորելու տարիներն էր։ Այո, մենք բոլորս ցուրտ, ես հիշում եմ բաներով են տակ վերնահապստով բալիկ եմ ունեցել երեխաների հերոսական բաներ են արել։ Օրով մեզ տալիս են ասում են դրեք ձեր անկողնու մեջ, որ երեխաները չմրսեն։ Մենք այտենց կյանք ենք ապրել։ Մենք դժվարություն հաղթահարել ենք, բայց մենք գիտեինք հանուն ինչի ենք դա անում։ Եվ չգիտեմ, ես այտենց մարդ չգիտեմ, այո, հանուն ապագայի։ Այո, եւ մենք պիտի ապրենք այ հանունի, ոչ թե իրար ինադ ընկած, ոչ թե իրար հավյան, չգիտեմ, խուլիգանի պահվածքով են իրար հավյան գրողների համար։ Քանի կինոնիով մի երեխա։ Ջահաննամ ունենան, ասում եմ, դուք մի հատ ձեր հարաբերությունները պարզեք, դուք մի հատ ձեր թիմի ներսում տեսեք ով ինչ կյանքով է ապրում, դուք մի հատ ձեր համար պարզեք, չգիտեմ, չեմ ուզում ուղղակի այդ մակարդակի իջնեմ, ձեր ներսում պարզեք, դուք դրա բարոյական իրավունքը ունեք, դուք եք այդ մարդիկ, որ այդ գնահատականները իրավունք ունեք տալու թե չէ։ Ես ասում եմ, որ չէ։ Ես հասկանում եմ, որ հատուկ ծառայությունները ձեր համար կամպրոմատների ծաղկաքաղ են անում եւ հետեւողականորեն բոլորի վերաբերյալ հավաքում են, բայց քաղաքը փոքր է, Հայաստանը առհասարակ շատ փոքր է։ Եվ Հայաստանը այնքան փոքր է, որ մենք բոլորս բոլորի մասին ամեն ինչ գիտենք առանց ձեր KGB-ի, առանց ձեր հատուկ ծառայությունների հավաքագրած տվյալների։ Ուզում եք ցանկացած մարդու մատով ցույց տվեք ու մի քանի ժամ ժամանակ տվեք, տեսեք թե ոնց ենք արագ այդ մարդու մասին ամբողջ բանից, ցեղից, ազգից սկսած մինչև նախասիրությունները ճշտում, որտեղ մեր քաղաքը փոքր, մեր երկիրը փոքր երկիր է, մենք ցանցային ժողովուրդ ենք, մենք իրար հետ փոխկապակցված ժողովուրդ ենք, մենք իրար մասին շատ բան գիտենք, եթե չասեմ ամեն ինչ գիտենք։ Հետևաբար այդ իմացությունն է, որ մեզ նաև օգտագործվում է հիմա մեր դեմ, որպես կամպրոմատներ, որպես մեր դեմ ասելով իրար դեմ են օգտագործում, բայց մյուս կողմից էլ դա պետք է օգտագործվի ի նպաստ, ի շահ, որտեղ ցանցային ժողովուրդներին կապելը, իրար հետ միասնական ինչ-որ գաղափար առաջ տանելը, իրար հավաքելը, իրար միացնելը շատ ավելի հեշտ է ցանցային ժողովուրդների պայմաններում, բայց դա հետևողականորեն չի արվում, դա հետևողականորեն քայքայվում է, որովհետև մի կողմից նպատակ կա, իշխանությունների կողմից իսկապես այդ նպատակը կա քարը քարին չթողնելու, քայքայելու են աստիճանի, որ իրանք հնարավորություն ունեն վերարտադրվելու, մյուս կողմից էլ իրանց վստահությունը չի բավարարում թե նախկինների, թե ներկաների, որպեսզի կարողանան ինչ-որ միտք ու գաղափար առաջարկել մարդկանց հավաքելու։ Նորից բոլոր են ուժերին, բոլոր են խմբերին, ովքեր իսկապես իրենց պատասխանատու են զգում երկրի առաջ, ժողովրդի առաջ, նախնիների առաջ, ներկաների առաջ, հաջորդ սերունդների առաջ, իրանց քաշած այդ չարչարանքին գնահատում են, որտեվ ել եմ ասում, մենք շատ ծանր ժամանակներ ենք ապրել եւ մենք մեր շատ հարցերում զրկանքների ճանապարհով ենք անցել, որտեվ հասկացել ենք, որ մենք պետություն ենք կառուցում։ Այդ բոլոր մարդկանց համար սա կարեւոր է, ովքեր ունեն բավարար հմտություններ, գիտելիքներ, գաղափարներ եւ հասկանում են, որ մենք այս ճանապարհով գնում ենք կործանման, իրանք ուղղակի պիտի արագանան։ Իրանք պիտի ամեն օրվա ռեժիմով գիշեր-ցերեկ աշխատեն, որպեսզի այս հասարակությանը, մեր ժողովրդին, որտեվ սա ուրիշ ժողովուրդ չի, էլի մենք շատ միատար ենք, մենք շատ տարբեր ենք եւ միատար ենք միաժամանակ։ Այս ժողովրդին, մեր ժողովրդին պետք է ինչ-որ բան առաջարկվի։ Չի կարելի անտերության մատնել ու թողել, որ այս հասարակությունը սենց քայքայվելով անհատապես ինքնաոչնչացվելու ճանապարհով գնա։ Շնորհակալություն եմ Հայկ Կարապետյան,
հետևենք զարգացումներին, երևի թե այսպես ամեն դեպքում վարչապետը խոստացել է, որ այսպես չի մնալու։ Ես էլ եմ խոստանում, պարոն վարչապետ, այսպես չի մնալու, այսպես չի կարող մնալ։ Առիթ կլինի մենք նորից կհանդիպենք, որտեղ ձեզ հետ կարելի է բավականին շատ թեմաների մասին խոսել, այսօր չենք հասցնի անդրադառնալ, ծեծկրտուկները, դանակահարություններ, հատկապես անչափահասների շրջանում, որ արդեն բավականին մտահոգիչ է։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։